Պարոն Սաղաթելյան, դուք հայտարարություն տարածեցիք, որ հրավիրում եք ընդդիմությանը միասնական հանրահավաքի։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դա հնարավոր համարում եք եւ արդյոք չեն լինի ընդդիմություն խաղացողներ, ովքեր կարող են որոշ խոչընդոտներ հանդիսանալ։ Գիտեք, ես ոչ թե ընդդիմությանը հրավիրել եմ հանրահավաքի, այլ մեկ այլ բան եմ ասել։ Ասել եմ հետեւյալը, որ Հայաստանում գոյություն ունի ավտորիտար ռեժիմ, ով իր իշխանությունը պահելու եւ վերարտադրությունը ապահովելու համար ամեն օր ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած քայլի, ցանկացած ապօրինության։ Երեկվա ձերբակալությունը, դրանից առաջ տեղ ունեցած ձերբակալությունները, սպասվող ձերբակալությունները վկայում է այդ մասին։ Մեր առաջարկը հետեւյալն է, որ իմիջիալս նոր առաջարկ չի, մենք մի քանի ամիս առաջ ենք այդ առաջարկը հնչեցրել, քաղաքական դաշտի դերակատար ուժերի հետ քննարկել ենք այդ առաջարկի իմաստը հետեւյալն է, որ կա ավտորիտար ռեժիմ, ով իր վարչական ռեսուրսով, հանցավոր դատական, քննչական ու դատախազական մարմիններով փորձում է քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել ձերբակալություններով, ճնշումներով, ապօրինություններով եւ դրա դեմ առնելու մեր պատկերացրած լուծումը հետեւյալն է, որ ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը, չնայած նրան, որ մենք մրցակիցներ ենք առաջիկա ընտրություններին, բայց կան կարևոր կենսական նշանակության առաջնային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցենք։ Եվ այդ թվում մենք մտածում ենք, որ կարելի է համատեղ ընդդիմության միասնական հանրահավաք անել, հնչեցնել այդ հակազդեցություն դրսևորելու մեխանիզմները, ձևերը եւ այդ հարցի շուրջ ընտրությունների օրինականության հսկողություն, ազատություն քաղ բանտարկյալներին ու այս թեմաների շուրջ անհրաժեշտ է լիարժեք համապարփակ համագործակցություն։ Այս առաջարկը նոր չի, որ հնչեցնում ենք, հնչեցրել ենք մի քանի ամիս առաջ, այս առաջարկով խոսել ենք դաշտի քաղաքական ուժերի հետ, ընդհանուր առմամբ կա փոխըմբռնում, որ դա անհրաժեշտություն է, բայց արդից օգտվելով, քանի որ երեք նաև հաճախ հարցնում են, բա լավ, որն ընդդիմության լուծում է իրավիճակում, մենք մեր լուծման առաջարկությունը հնչեցրել ենք, սրա մասն է խոսքը։ Բա ինչ են ասում, որ այդքան զրուցել եք։ Ինչ ազդակներ եք։ Նայեք, մենք դեկտեմբեր ամսից խոսել ենք քաղաքական ուժերի հետ։ Ընդհանուր փոխըմբռնում կա, բայց նաև կա մի երևույթ, որը մեր համար անընդունելի է։ Կա երևույթ քաղաքական դաշտում, այս Նիկոլի լարած թակարդը, որ փորձում են շատերը մտնել դրա մեջ եւ հավելյալ չհամագործակցելու մասին պարբերաբար հայտարարություններ անել, դա նաև վնասում է այս օրակարգի շուրջ լիարժեք եւ ամբողջական համագործակցության։ Բայց սա չի նշանակում, որ դա այլևս հնարավոր չի, դա չի նշանակում, որ այս հարցը օրակարգում չի։ Մենք շարունակելու ենք խոսել այս թեմայով մեր գործընկերների հետ եւ իրավիճակն է նաև թելադրում։ Իրավիճակը բերելու է դրան, որ ինչ-որ մի պահի բոլորը հասկանալու են, որ դա անհրաժեշտություն է, որովհետեւ նորից եմ կրկնում, կա իշխանական ավտորիտար ռեժիմ, դրա դիմաց կան ընդդիմադիր տարբեր միավորներ։ Մեկ ուժ այս ռեպրեսիվ մեքենայի ապօրինությունների, հանցագործությունների դիմացը չի կարող առնել։ Այստեղ պետք է համակարգային պայքար ընդհանուր ուժերով